Ողջույն սիրելիներ, ուրախ եմ, որ նորից միասին ենք շարունակելու մեր մեծ ուսումնասիրությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Մեր նպատակն է գտնել Հիսուս Քրիստոսին Աստվածաշնչի յուրաքանչյուր էջում, որովհետև նա է մեր կյանքի միակ լույսն ու փրկությունը։ Սիրելիներ, մենք ավարտեցինք Հեսու գիրքը եւ այսօր մենք սկսում ենք դատավորած գիրքը եւ այսօր կուսումնասիրենք առաջի երկու գլուխները, որտեղ տեսնում ենք, թե ինչ է լինում եւ ժողովուրդը կիսատ է թողնում Աստծո պատվերները։ Դատավորած առաջին գլխում Հեսուի մայից հետո Իսրայելի ցեղերը շարունակում են երկրի գրավումը։ Հուդայի ցեղը գնում է առաջինը եւ մեծ հաղթանակներ է տանում։ Սակայն գլխի երկրորդ մասում տեսնում ենք մի տխուր պատկեր։ Ցեղերը մեկը մյուսի հետևից թույլ են տալիս քանանացիներին մնալ իրենց կողքին։ Նրանք լիովին չքշեցին թշնամիներին, այլ նրանց հարկատու դարձրեցին։ Աստվածաշունչն ասում է, եւ երբ Իսրայելը զորացավ, քանանացիներին հարկատու արեց, բայց նրանց բոլորովին չհալածեց։ Դատավորած 1:28-ն է ասում։ Մենք որտեղ ենք այստեղ Հիսուս Քրիստոսին տեսնում։ Առաջին գլխում Աստված ասում է. Հուդան պիտի բարձրանա։ Երկրորդ համարը Հիսուս Քրիստոսը հենց այդ Հուդայի ցեղի առյուծն է։ Նա է այն մեկը, ով գնում է մեր առջևից, մեզ լիակատար հաղթանակ տալու համար։ Իսրայելը ձախողվեց, որովհետև ապավինեց սեփական ուժերին եւ զիջումների գնաց մեղքի քանանացիների հետ։ Բայց Քրիստոսի մեջ մենք ունենք կատարյալ հաղթանակ։ Նա չի գալիս մեր մեղքերը հարկատու դարձնելու կամ կիսատ թողնելու, նա գալիս է մեզ մեղքի ուժից ամբողջությամբ ազատագրելու։ Դատավորած երկրորդ գլխում Աստծո համբերությունը սպառվում է։ Ոգիմում հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ հիշեցնում, որ ինքն է նրանց հանել Եգիպտոսից։ Բայց ժողովուրդը դրժել է ուխտը։ Ժողովուրդը սկսում է լաց լինել, բայց շուտով ընկնում է կռապաշտության մեջ։ Աստված տեսնելով նրանց տառապանքը ողորմում է եւ դատավորները կանգնեցնում նրանց ազատելու համար։ Աստվածաշունչն ասում է. Եվ Տերը դատավորներ կանգնեցրեց, որոնք ազատեցին նրանց իրենց կողոպտիչների ձեռքից։ 2:16-ն է գրված։ Մենք այստեղ տեսնում ենք Քրիստոսին ոգիմում հայտնված Տիրոջ հրեշտակը որպես պարզապես սովորական հրեշտակ չէր։ Նա ասում է. Ես ձեզ հանեցի Եգիպտոսից։ Սա Հիսուս Քրիստոսի մարմնացումից առաջ եղած հայտնություններից մեկն է, սիրելիներ։ Հիսուսը ինքն է իջնում իր ժողովրդի մոտ նրանց մեղքերը հանդիմանելու, բայց նաև նրանց փրկելու համար։ Ավելին, այն դատավորները, որոնց Աստված կարգում էր ժողովրդին ազատելու համար, Քրիստոսի որպես մեծ ազատարարի ստվերն է, սիրելիներ։ Ամեն անգամ, երբ մարդիկ խորտակվում էին իրենց մեղքերի մեջ, Աստված փրկիչ էր ուղարկում։ Հիսուսը մեր հավիտենական դատավորն ու ազատարարն է, ով մեզ փրկում է մեղքի ու մահվան գերությունից։ Թանկագիններ, դատավորած գիրքը մեզ զգուշացնում է կիսատ հնազանդության վտանգի մասին։ Երբ մենք մեր կյանքում ինչ որ փոքր մեղքերի թույլ ենք տալիս մնալ, դրանք ժամանակի ընթացքում դառնում են որոգայթ մեզ համար։ Այսօր թույլ տուր, որ Հուդայի առյուծը Հիսուսը մտնի քո կյանքի բոլոր ոլորտները եւ տանի լիակատար հաղթանակ։ Երբ ընկնում ես, մի հուսահատվիր, նայիր քո ազատարարին, Հիսուս Քրիստոսին, նա պատրաստ է քեզ բարձրացնելու։ Սիրելիներ, ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, դու ես մեր ճշմարիտ ազատարարն ու հաղթությունը։ Ների մեզ, երբեմն կիսատ ենք հնազանդվում քեզ եւ զիջումների ենք գնում աշխարհի հետ։ Խնդրում ենք քո Սուրբ Հոգով մաքրի մեր սրտերը, կոտրի չարի բոլոր կապանքները մեր կյանքում եւ թող որ մենք հավատարմորեն քայլենք միայն քո լույսի մեջ։ Ամեն։ Սիրելիներ, եթե այս ուսուցումները օրհնություն են քեզ համար, կիսվիր քո ընկերների հետ եւ մեկնաբանություններում գրիր, թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք մեր հաջորդ գլուխներում։
Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։